Արդյոք դու երջանիկ ես։ Սա հարց է, որ շատերը խուսափում են իրենց տալուց։ Բայց եթե մարդը անկեղծ լինի իր հետ, շատ անգամ կխոստովանի, որ իրականում ամենևին էլ ինձ երջանիկ չեմ զգում։ Իսկ երբևէ հարցրել ես ինքդ քեզ, իրականում ինչը կարող է ինձ երջանկացնել։ Աշխարհում կարծես ամեն մարդ փնտրում է երջանկություն։ Շատերը այն փնտրում են փողի մեջ, կարիերայի մեջ, շատ աշխատելու մեջ, շրջապատի մեջ, ճամփորդելու մեջ, նյութական ունեցվածքի մեջ։ Բայց ամեն անգամ որևէ ձեռքբերումներից հետո, երբ որ մարդը իր գլուխը դնում է բարձին, մի խորը դատարկություն է զգում իր հոգու ներսում։ Մի բան նրան չի բավարարում։ Ինչպես գրել է Լև Տոլստոյը, անմահ հոգին չի կարող բավարարվել մահկանացու բաներով։ Հայտնի ամերիկացի գրող եւ մտածող Էրիկ Գրեյթենսն հետեւյալ միտքն է արտահայտել երջանկության մասին։ Կա 3 տեսակի երջանկություն, գրել է նա։ Առաջինը դա վայելքի կամ հաճույքից բխող երջանկությունն է։ Երկրորդը հաջողությունից կամ գոհունակությունից բխող երջանկությունը։ Եվ երրորդը ամենաբարձր աստիճանի երջանկությունն է, որը բխում է իմաստից, եւ այն նա անվանեց the happiness of excellence, այսինքն գերազանցության երջանկություն։ Հենց այս եռանկյունին տալիս է մեզ բացատրություն, թե շատ անգամ ինչու ենք մենք խաբվում, ինչու ենք մենք մոլորվում եւ կորցնում ճշմարիտ երջանկությունը։ Մենք այս ոդքասթի ընթացքում կուսումնասիրենք այդ 3-ը ամենայն մանրամասնությամբ, այնպես որ դա ձեզ մեծ օգուտ կպարգևի։ Բայց նախքան դա մի կարևոր եւ ավանդական խնդրանք։ Արդեն տևական ժամանակ է ինչ մենք իրար հետ ենք եւ այս YouTube-յան ալիքի շրջանակներում հետաքրքիր եւ գեղեցիկ մի համայնք է ձևավորվել, երբ մարդիկ աղոթում են իրար համար, հարցեր են տալիս, պատասխաններ են ստանում, կիսվում են իրենց փորձառությամբ։ Հետևաբար, որպեսզի բաց չթողնես հետագա նորությունները, իսկ դրանք շատ հետաքրքիր են լինելու, իմ հորդորս է անպայման բաժանորդագրվիր այս ալիքին, սեղմիր լայքի կոճակը եւ քո մեկնաբանությամբ ակտիվ եղիր։ Դու պարտավոր չես դա անել, բայց եթե անես, ես քեզ շնորհակալ կլինեմ։ Հիմա եկեք խոսենք երջանկության առաջին աստիճանի մասին։ Հաճույքի երջանկություն կամ վայելքներից բխող երջանկություն։ Այն երբեմն անհրաժեշտ է, բայց կարճատև է։ Սա ամենահասարակ եւ ամենախոցելի երջանկությունն է, նաեւ ամենակարճատև երջանկությունը։ Այն բխում է քո զգայարաններից։ Օրինակ, երբ մի համեղ բան ես համտեսում, կամ էլ քո սիրած ֆուտբոլի թիմը հաղթանակ է տոնում, դա քեզ պարզ է, որ հաճույք կպարգևի։ Կամ էլ երբ որ գեղագիտական հաճույք ես ստանում, ինչ որ մի տեսարան ես նայում, զմայլվում ես արեգակի մայրամուտով եւ բնությամբ։ Մարդը ստեղծված է, որպեսզի իր հաճույքները նաև բավարարվեն, նա հենց այդպես է ստեղծված, նա ունի զգայարաններ եւ նրա զգայարաններն ուզում են շոշափեն, համտեսեն, տեսնեն, նա ուզում է զգալ եւ վայելել։ Եվ այդ վայելքից բխող երջանկությունը հենց առաջին աստիճանի երջանկությունն է, որը մեզ դոֆամինային էֆեկտ է տալիս։ Մեր մեջ հորդում է պարզապես դոֆամինի հավելյալ մի չափաբաժին, մենք ստանում ենք, ուրախանում ենք, զվարճանում ենք, ծիծաղում ենք, շոյվում ենք, բայց այն կարճատև է։ Այն նաև մեզ կախվածության մեջ կարող է դնել։ Օրինակ, մարդը այդ պահին վայելում է ճակերտավոր իհարկե ծխախոտի գլանակը, բայց հետո նորից նրա մոտ հակում է առաջանում այն անելու, կրկնելու։ Հետևաբար ամեն բան չէ, որ հաճելի է, բայց առողջարար։ Հոգեբանները սա կոչում են դոֆամինային ցիկլ։ Հաճույքը կարճատև է եւ այն մշտապես կրկնություն է պահանջում։ Բայց գիտեք ինչն է վտանգը։ Նման երջանկությունը, նման էֆեկտը, նման հաճույքը կարճատև է եւ անընդհատ պահանջում է, որ մենք այն կրկնենք, արդյունքում մենք հակված ենք կախվածություններ ձեռք բերելու դրա պատճառով։ Ուրեմն տեսեք Պողոս առաքյալը մարգարեաբար վերջին օրերի մարդկությանը նկարագրելիս հետևյալը գրեց.
Իմացիր սա, վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր եւ 4-րդ խոսքում էլ գրում է հաճոյասեր, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Ուրեմն եսասեր, արծաթասեր եւ հաճոյասեր։ Ինչ է հաճոյասիրությունը? Դա սերն է հաճույքների նկատմամբ։ Հին թարգմանության մեջ գրված է հեշտասեր։ Իհարկե արմատը հեշտ բառը չէ, բայց այնուամենայնիվ հաճույքը եւ հեշտը դյուրությունը նույնպես մեզ տանում են ծուլության եւ նորից ապահովում են դոֆամինային էֆեկտ մեր ներսում, կարճատև հաճույքի զգացում, երջանկության կարճատև մի փորձառություն, որից հետո մենք նորից հակում ունենք այն կրկնելու։ Ուրեմն տեսնում ենք, որ նկարագրելով վերջին օրերի մարդկությանը եւ հատկապես հավատացյալներին վերջին օրերի ասում է, որ նրանք ավելի շատ հաճույք սիրող կլինեն, քան Աստծուն սիրող, ավելի շատ հաճոյասեր կլինեն, քան աստվածասեր։ Այո, իսկապես վերջին օրերում մարդիկ նստած են մի թմրանյութի վրա կամ կախում ունեն մի թմրանյութից, որ չեն ուղղակի գիտակցում, որ նրանք կախված են եւ չեն էլ գիտակցում, որ դա թմրանյութ է, եւ դա հենց դոֆամինային թմրանյութն է։ Մարդը հեռախոսի մեջ է մտնում, սոցիալական ցանցերի մեջ է, ուղեղը լավ է զգում, թմրում է, բթանում է, ցրվում է, բայց արդյունքում նա վնասվում է։ Ուրեմն սա երջանկության առաջին ցածր մակարդակն է, որը բխում է հաճույքից, վայելքից։ Միայն հաճույքի վրա հիմնված երջանկությունը չի կարող մեզ ճշմարիտ երջանկություն պարգևել։ Ինչու՞? Որովհետև վերջում մենք նորից զգալու ենք դատարկության այդ ցավը, այդ անհատակ դատարկությունը զգալու ենք մեր հոգու ներսում։ Այս առումով շատ տեղին է Սողոմոն իմաստունի խոստովանությունը ժողովող գրքում, երբ նա ճաշակելով իր ժամանակի հայտնի բոլոր վայելքները վերջում գրեց. «Ունայնություն ունայնությանց, ամեն բան ունայն է»։ Նա հայտնվեց խորը եւ ցավալի դեպրեսիայի մեջ եւ նրան այլևս ոչինչ չէր ուրախացնում, ոչինչ չէր երջանկացնում, որովհետեւ նա հակում ուներ, կախվածություն ուներ ժամանակավոր խաբուսիկ երջանկությունից։ Հաջորդ մակարդակը երջանկության երկրորդ աստիճանը այն բխում է շնորհից կամ երախտագիտության զգացումից։ Երջանկության երկրորդ մակարդակը շատ ավելի խորն է, քան առաջին մակարդակը։ Դա այն պահն է, երբ նայում ես արևածագին եւ զգում ես, որ կյանքը Աստծո պարգևն է, երբ նայում ես քո երեխային եւ զմայլվում ես նրանով, երբ վայելում ես քո կողակցի սերը, երբ զգում ես Աստծո հոգատարությունը քո նկատմամբ եւ սիրտդ լցվում է երախտագիտությամբ, շնորհակալությամբ, գոհունակությամբ, նման երջանկությունը իսկապես որակյալ է եւ երկարատև կարող է լինել։ Հոգեբանները սա կապում են սերոտոնին հորմոնի հետ, որը ապահովում է հարատև կամ երկարատև խաղաղություն եւ հանգստություն։ Սա այն երջանկությունն է, որ բխում է անգամ ամեն մի մանրուքից, երբ որ դու գնահատում ես, երբ որ շնորհակալ ես, երբ որ քո վերաբերմունքը կյանքի հանդեպ, մարդկանց հանդեպ, Աստծո հանդեպ բխում է երախտագիտության զգացումից։ Իսկապես նկատել եմ, որ շնորհակալ մարդիկ շատ ավելի երջանիկ են, շատ ավելի մեծ դիմադրողականություն ունեն մարտահրավերների դիմաց, շատ ավելի առողջ են։ Հետևաբար այս երկրորդ մակարդակը երջանկության շատ կարևոր է եւ շատ կարևոր է, որ մենք չմնանք առաջին մակարդակի, առաջին աստիճանի վրա, այլ քայլենք դեպի առաջ, դեպի երախտագիտության զգացումը։ Ես մարդկանց գիտեմ, որոնք ունեն երախտագիտության օրագիր, որի մեջ իրենք արձանագրություններ են անում, թե ինչի համար են շնորհակալ։ Օրինակ, մի անձնավորության եմ ճանաչում, որ իր ամուսնության Հոբելյանի նախաշեմին որոշեց իր կնոջ համար երախտագիտության
տետր վերցնի եւ գրի առնի բոլոր այն պահերը, որի համար նա շնորհակալ է իր կնոջից։ Իսկապես գեղեցիկ մի նվեր էր կնոջ համար։ Մարդիկ կան, որոնք տետր չունեն, բայց իրենց սրտի մեջ են արձանագրում, ամեն օր շնորհակալ են Աստծուն կյանքի պարգևի համար։ Եվ արդյունքում նման վերաբերմունքը մեր ներսում հոգեկան առողջ միջավայր է ստեղծում, մեր ուղեղը սկսում է ավելի առողջ աշխատել, մեր զգայարանները ավելի հստակ են գործում եւ ինչն էլ ազդում է նաեւ մեր ֆիզիկական առողջության վրա։ Այս առումով Հակոբոս առաքյալը շատ գեղեցիկ խոսք ունի։ Առաջին գլխի 17 համարում հետևյալը գրեց. ամեն բարի շնորհ եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջած լույսի հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ Ուրեմն նման մարդը գիտակցում է, որ ամեն բարի շնորհ եւ ամեն կատարյալ պարգև դա Աստծուց է տրված, դա պատահականության արգասիկ չէ, եւ նման մարդը սկսում է վայելել կյանքը, թեպետ ունենում է դժվարություններ եւ մարտահրավերներ, բայց ամեն մարտահրավերի մեջ հնարավորություն է տեսնում եւ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ կա, ապրում է եւ վայելում է կյանքը։ Ուրեմն բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ մարդը որքան շնորհակալ է, այնքան որակյալ է եւ երկարատև է նրա կյանքը։ Իսկ դուք ինչի համար եք շնորհակալ։ Կարող եք մեկնաբանությունների մեջ գրել, իսկ ես էլ այս բան շնորհակալ եմ, որ չես մոռանում դնել լայքի նշանը եւ բաժանորդագրվել այս ալիքին, որ մեր կապը շարունակական լինի։ Եվ հիմա եկեք խոսենք երջանկության ամենավերին աստիճանի մասին, երրորդ մակարդակը, երջանկություն, որը բխում է իմաստից կամ գերազանցության երջանկություն։ Ահա այս մակարդակում դու ոչ միայն ստանում ես, այլև ստեղծում ես։ Այս մակարդակում դու քո կյանքը, քո էներգիան, քո ուժերը ուղղում ես դեպի նպատակը, դեպի արժեքը մյուսների համար։ Դու այլևս չես մտածում քո մասին, դու այլևս չես տարվում պահի վայելքներով, դու մտածում ես շատ ավելի հեռուն, դու մտածում ես ուրիշների բարեկեցության մասին, դու դառնում ես ստեղծող։ Այն արդեն կապված է դոֆամինից ու սերոտոնինից ավելի խորը նեյրոքիմիական համակարգերի հետ, որոնք ուժեղացնում են կյանքի իմաստի եւ առաքելության զգացումը։ Երջանկության ամենաբարձր մակարդակը գալիս է այն ժամանակ, երբ դու ոչ միայն ստանում ես հաճույք եւ արտահայտում ես քո գոհունակությունը, այլ նաև ստեղծում ես արժեք ուրիշների համար։ Սա այն երջանկությունն է, որ բխում է քո կոչումից, երբ քո աշխատանքը, ժամանակը, միջոցները, կյանքը հստակ նպատակի համար են ծառայում։ Մի նպատակ, որ քեզանից մեծ է։ Հովհաննեսի ավետարան 4 գլխի 34 համարում այս առումով Տեր Հիսուսը հետևյալն ասաց. Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ։ Ապա տեսեք ինչ գեղեցիկ է Հիսուսը նկարագրում իմ կերակուրը, այսինքն այն ինչ ինձ բավարարում է պարգևում, այն ինչ ինձ կշտացնում է, այն ինչ ինձ ուրախացնում է, այն է, որ բացահայտեմ իմ հոր կամքը եւ կատարեմ այդ կամքը։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք ունեն կյանքի իմաստ եւ առաքելություն, ապրում են ոչ միայն երջանիկ, այլև երկարատև եւ առողջ։ Նրանց մոտ սթրեսի մակարդակը ցածր է, իսկ սիրտանոթային հիվանդությունների ռիսկը փոքր։ Այս առումով գերազանց օրինակ է Մայր Թերեզան, որը ունեցավ ոչ թե առաջին մակարդակի երջանկություն, որ հաճույքից է բխում, այլ ավելի վեհ, ավելի բարձր մակարդակի երջանկություն, թեպետ նա շատ դժվարություններով եւ զրկանքներով անցավ, բայց նրա աչքերի փայլը մատնում էր նրա ներսում եղած երջանկությունը։ Նա իր կյանքով հասել էր գերազանցության երջանկության, եւ այս մակարդակում իրական երջանկությունը այն չի, որ դու քեզ լավ զգաս, այլ այն է, երբ որ դու ես դիմացին երջանկացնում։ Հենց երրորդ մակարդակի երջանկությունը դրա մեջ է, ուրիշներին երջանկացնելու մեջ։
Գերազանցության երջանկությունը այն պահն է, երբ դու դառնում ես օրհնություն ուրիշների համար։ Գիտեք, մի բան է, երբ մարդը օրհնություն է խնդրում իր սեփական անձի համար, բայց մեկ այլ օրհնության խնդրանք կա, որ Աստված օրհնիր ինձ, որ ես օրհնություն դառնամ ուրիշների համար։ Աստված իմ միջոցով օրհնիր ուրիշներին։ Կարող է սա դառնալ ձեր կարճ աղոթքը եւ կարճ հռչակումը։ Ես ուզում եմ լինել օրհնված, որ լինեմ օրհնություն։ Տեսեք Մարկոս ավետարանի 8:35 խոսքում Տեր Հիսուսն ինչ ասաց. որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կամ մեկ այլ գրված է իր անձը ինձ համար ու ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։ Ինչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կամ իր անձը կորցնի։ Այս խոսքը պարզապես լրացնում է այս թեման։ Այն մարդիկ, որոնք գնում են իրենց անձը հաճեցնելու հետևից, կկորցնեն իրենց անձը։ Բայց այն մարդիկ, որոնք իրենց անձը, իրենց կյանքը դնում են ավետարանի համար, դնում են ուրիշների համար, նրանք կշահեն, նրանք մեծ ձեռքբերումներ կունենան եւ Աստծուց պարգևատրում կստանան։ Իսկ ամենամեծ պարգևատրումը դա խաղաղ եւ հանգիստ խիղճն է եւ սիրտը։ Հիմա որպես ամփոփում ուզում եմ 5 կետ փոխանցել, որով այս թեման կամբողջացնենք։ Առաջին կետը հետևյալն է. հաճույքը պարգևում է ուրախություն, բայց չի կարող բերել լիակատար բավարարում։ Երկրորդ, շնորհակալությունը լցնում է մարդու սիրտը խաղաղությամբ եւ հանգստությամբ։ Երրորդ, գերազանցությունը տալիս է նպատակ եւ արժեք քո կյանքին, քո կյանքը դարձնելով նվեր ուրիշների համար։ Չորրորդ, գիտությունն ասում է, որ երջանկությունը քիմիա է, այն կապում են հորմոնների հետ, բայց Աստվածաշունչն ասում է, որ երջանկությունը ընտրություն է եւ որոշում։ Եվ հինգերորդ, երջանկության ամենաբարձր մակարդակը գալիս է քո կյանքում կամ դու ես գուցե բարձրանում այդ մակարդակին այն ժամանակ, երբ բացահայտում ես քո կյանքի կոչումը եւ ապրում ես ըստ այդ կոչման։ Հիմա հարցը այն չէ երջանիկ ես թե ոչ, հարցը հետևյալն է. երջանկության որ աստիճանի վրա ես դու հիմա գտնվում։ Շատերը միայն բավարարվում են առաջին կամ լավագույն դեպքում երկրորդ աստիճանով, բայց շատ քչերն են հասնում երրորդ մակարդակին։ Միլիոնավոր մարդիկ հասնելով հաճույքի եւ վայելքի գագաթնակետին գլորվում են դատարկության անդունդի մեջ։ Հիշեք Ռոբին Վիլյամսին, աշխարհահռչակ դերասանին, մեծահարուստ անձնավորությանը, որը ծիծաղ էր պարգևում շատ շատերին, բայց իր մահկանացուն կնքեց դառը վիճակի մեջ, ինքնասպանություն գործելով, որովհետև նա հասել էր առաջին մակարդակին, բայց չկարողացավ դրանից ավել գնալ, չկարողացավ ավելին բարձրանալ։ Իսկ հակառակ նրան Մայր Թերեզան թեպետ անցավ զրկանքներով, բայց հասավ երջանկության երրորդ ամենաբարձր մակարդակին, դառնալով օրհնություն ուրիշների համար։ Իրականում իսկական երջանկությունը երեքի ներդաշնակության մեջ է։ Այնպես չէ, որ մենք պետք է մեզ զրկենք հաճույքներից, մարդ պետք է հաճույք ստանա իր աշխատանքից, մարդ պետք է շնորհակալ լինի իր արդյունքների եւ իր կյանքի համար եւ չբավարարվի դրանով, մարդ պետք է հասնի նրան, որ ստանալուց դառնա ստեղծող, վերցնողից դառնա տվող։ Հետևաբար այսօր մի պահ կանգ առ եւ ասա ինքդ քեզ. ես չեմ բավարարվի միայն հաճույքով, ես չեմ մոռանա շնորհակալ լինելը, եւ ես կընտրեմ գերազանցության ճանապարհը իմ կյանքը նվիրելով իմ կոչմանը եւ առաքելությանը, մարդկանց համար բարիք ստեղծելով եւ արժեք արարելով։ Հիշիր, երջանկությունը ոչ թե այն է, ինչ դու վերցնում ես այս կյանքից, այլ տալիս ես այս կյանքին։ Այսօր հարցրու ինքդ քեզ. ինչի համար եմ ես ապրում, որն է իմ կյանքի նպատակը, իսկ եթե չունես, աղոթիր նրան, ով ստեղծել է քեզ։ Ես վստահ եմ, քո արարիչը գիտի ինչ նպատակով է քեզ արարել եւ կհայտնի քեզ քո կյանքի առաքելությունը։ Արդյունքում դու կապրես այնպիսի կյանք, որ մահվան պահին չես ասի անիմաստ կյանքիս տարիները անցան, անիմաստ ապրեցի։
այլ հակառակը Պողոս առաքյալի նման դու էլ բարձրաձայն կազդարարես, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Իրական երջանկությունը ուրիշներին երջանկացնելու մեջ է։ Իսկ հիմա աղոթենք։ Տեր, դու ես իմ կյանքի ճշմարիտ ուրախությունը, ոչ գինիով ու հացով է լցվում հոգիս, այլ քո շնորհի անսպառ գավաթից։ Մեղսալի հաճույքները դարանակալում են, հոգին սպանում, բայց շնորհդ լուսավորում է խավար միտքս և փրկում խորտակված հոգիս։ Արժանի չլինելով քեզ եմ կանչում։ Բարձրացրու հոգիս կեղծ ուրախությունից վեր, փրկիր ինձ դատարկ զվարճանքներից և իմաստավորիր կյանքս սուրբ կոչումով քո։ Թող իմ երջանկությունը լինի ուրիշներին երջանկացնելը, որ ուրիշներն էլ վկայեն, թե այս մարդը ապրեց ոչ թե իր և իր հաճույքների համար, այլ Աստծո փառքի համար։ Ուզում եմ օրհնվեմ և օրհնություն դառնամ շատերի համար։ Օգնիր ինձ ապրել այնպիսի կյանք, որ երբ լսես իմ անունը, քո ճակատին ոչ թե կնճիռներ հայտնվեն, այլ դեմքիդ ժպիտ։ Աղոթեցի Հիսուսի անունով, ամեն։